Բարև ձեզ հարգելի հետևորդներ, հարգելի ընկերներ, հայրենակիցներ, այսօր մենք մեր Ars podcast-ի հաղորդաշարի Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, այսօր առաջին անգամ ես հյուրընկալվել եմ Արսենի մոտ, ինքը ինձ հրավիրել է այս հաղորդմանը եւ ես մեծ ուրախությամբ եկել եմ, որովհետեւ իրականում բացի ոչ մեկ չնեղանալ լրագրողներից ավանդական իրանց շատ սիրում եմ, բայց նաեւ կարոտեմ տենց անկեղծ բաց զրույցների անկախ մեդիա ձևաչափերում։ յուրօրինակ ազնվորություն, պարոն Աշոտյան, շնորհակալություն, որ համաձայնեցիք մեր մոտ հյուրընկալվելու։ Ես ծանր շրջանում Հայաստանի համար գիտեմ, որ շատ խիտ գրաֆիկով աշխատանքների մեջ եք, այ կուզենամ իմանամ հենց այդ խիտ գրաֆիկների միջից եկեղեցու հարցը երևի թե առաջնայինն է, չէ՞, ձեր մոտ։ Ինչ եք պատրաստվում դուք կուսակցությունով կամ դուք անձամբ անել, որպեսզի պաշտպանեք մեր եկեղեցին։ Ռուսը ասում է «Зашел с козырей», հա, տենց արտահայտություն կա, ամենադաժան ու ծանր հարցը տվեցիր, դու եւ ենք չէ խոսում, որ ինձ Արմեն ասա խնդրում եմ, անկաշկան զրույցը։ Այդ հարցը իմ համար քաղաքական չի։ Ես այդ հարցի շուրջ ներվայնանում եմ, ցավում եմ, խելագարվում եմ, մտահոգվում եմ, հայոյում եմ, երբեմն նաեւ որպես մարդ, իհարկե մեղք գործելով այդ ընթացքում։ Որովհետև եկեղեցու թեման քաղաքական օրակարգի հարց չի։ Հենց վերաբերեցինք այդ հարցին որպես քաղաքական հարց, չեն կարողանալու պաշտպանել եկեղեցին, որովհետև ցավոք սրտի այն ամենը ինչ ընկնում է քաղաքական դաշտ, դառնում է տարակարծությունների, բանավեճերի, տենց սոֆեստության առարկա եւ Նիկոլի քաղաքական օրակարգի մաս։ Այս հարցին պետք է վերաբերվել որպես հայ, որովհետև այդ դեպքում մենք կարողանանք միջևերջ պաշտպանել եւ եկեղեցուն եւ վեհապարտիրոջը, որովհետեւ ստե հայության հարց է, ոչ թե քաղաքականության։ Ոստի իհարկե կուսակցությունը իմ մնացած կարծում եմ ազգային քաղաքական ուժերը այս թեմայի մեջ կան, բայց ասել, որ այս թեման քաղաքական հարցը չէ։ Իհարկե մենք հանրապետականով առաջինն էինք վեհապարի դեմ հարուցած քրեական գործի հետ կապված, որ մեր ղեկավար մարմնի հայտարարություն արեցինք, ԳՄ-ի հայտարարություն, նկարագրեցինք, դատապարտեցինք, պահանջեցինք, գնահատականներ տվեցինք եւ այլն, բայց սա նորից կրկնեմ քաղաքական արժ չի։ Ես այնտեղ եմ եկեղեցու կողքին, ոչ թե որպես ՀԿ փոխնախագահ, այլ որպես աստվածասեր եւ աստվածավախ հայ քրիստոնյա։ Եվ սա կարծում եմ վերաբերելի է բոլորին անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Ես վստահ եմ, որ կներեք բառիս համար, տես լիքը նիկոլականներ կան, որոնց սրտով չի այս ամեն ինչը, ես վստահ եմ։ Հակառակ պարագայում ինքը այդ նույն իր շրջիկ կրկեսախմբով նույն դեմքերով այդ ոնց որ ֆրիկ շոու լինի, չէ՞։ Ես body shaming-ից հեռու եմ, ախ դա ճիշտ չի, երկրորդ ինքս կատարյալ չեմ, բայց այդ ֆրիկերի շոուն, որ տեսնում եմ այդ շրջիկ կրկեսի, մոտ այն ցիրկ ու ռոցով կարապ, չգիտեմ, հիշեք 18-րդ, 19-րդ, 17-րդ դարում տենց հատուկ ուռոդներին հավաքում էին, կներեք այս բառս համար զուտ պատմական ակնարկը ոչ մի իրավարանք ու տենց կրկես էին սարքում։ Այդ տենց բարոյական ուռոդների կրկեսը հավաքել Նիկոլը այդ բոլոր իր այդ բեմականացումների ժամանակ։ Եկեղեցուն մյուս ծայրահեղությունն էլ չեմ կիսում, գիտես որ այն որ Աստված պահապան է եկեղեցուն, բան տենց, հա, այդ պատասխանատվությունից խուսափելու ձև է։ Իհարկե Աստված պահապան է եւ այլն, բայց ասում ապավինիր, բայց ինքդ գործիր, հա, այդպիսի տենց մոտեցում էլ կա։ Տենց թողել ամեն ինչ Տիրոջ հույսին, ճիշտ չի, որովհետեւ մենք էլ Տիրոջ կամքն ենք փորձում կատարել եւ իրան գործիքն ենք իրականում։ Դրա համար այս հարցը շատ դաժան հարց է, շատ ծանր, խայտառակ հարց է։ Ես որպես մարդով նորից ես կալանավորումից հետո ստացավ իրավունք երբեմն գնալ արտասահման միջազգային այդ հանդիպումներին եւ այլն, քեզ ասեմ խայտառակ վիճակ, ամենադաժան հարցն է, որ մարդիկ տալիս են։ Ձեզ օգնեմ։ Հանգիստ, տեսեք, վաղը արթնանում ենք Աստված չարասի, բայց ես այդ սցենարը տեսնում եմ։ Թող ինձ ներեն բոլորը, ովքեր չեն համարում, որ դա իրատեսական է, բայց վաղ արթնանում ենք ձերբակալված է, ասենք մեր կաթողիկոսը, մեր գործողությունները, տեսեք,
մենք վերջը անգլող պետքա չմնանք։ Մեզ պետքա ինչ-որ մի հատ խումբ, մի հատ ինչ-որ բան, որ կառավարի էս, որովհետեւ սա քաղաքացիական պատերազմի չտանի, դուք այտենց վտանգներ չեք տեսնում, որովհետեւ ամենասրբություններին են կմնում արդեն։ Ասեն ջան, ես տեսնում եմ իրենից ցանկացած վտանգ, ինքը կատարյալ չարիք է, բացարձակ չարիք է, Նիկոլը բացարձակ չարիք է։ Հուսալ, որ իր մեջ մնացել են որևէ մարդկային բարոյական նշույլներ, ինչ որ փշրանքներ իրա երբեմնի գուցե այտենց բան անիմաստ է։ Իրան պետք է վերաբերել եւ սпасել իրենից ցանկացած բան։ Իդեպ թոններ ինձ վեապարտելը, բայց այն ինչ որ դու նկարագրեցիր, ինքը Նիկոլի ճակատագրական սխալը կլինի։ Այսինքն ների այն իմաստով, որ այդ լավ սցենար է։ Եթե ինքը կարողանա գնալ այդ սցենարով, Նիկոլը այդ սխալն էլ գործ, ինքը լավ սցենար է։ Ես վստահ եմ վեապարը իր մարդկային կերպով, իր հոգևոր առաքելությամբ ոչ միայն պատրաստ է նստել։ Այսօր նստելը պատիվ է եւ կներես ես վստահ եմ, որ ինքը իր 4 սրբազաններին, այսպես ասած, միանալու այդ իմաստով որևէ խնդիր չունի, որոնք նստած են բանտերում, հա։ Արշակ սրբազանը, Բաղդադ սրբազանը, Մկրտիչ սրբազանը եւ Միքայել սրբազանը։ Ես քո հարցի մեջ տեսնում եմ ազնիվ մտահոգություն առայն, որ մինչև հիմա ոչ մի բան չեն կարողանում անել։ Այսինքն մանր բաները հարցերը մի կողմ, Նիկոլի իշխանությունը եւ դա ՉՊ-ը։ Բայց քո հարցադրումը նաեւ ընդգծում է մեր կարևոր տեսակետը։ Օրորի իրավիճակը վատանում է։ Հուսալ, որ միայն ընտրություններով հնարավոր է իրավիճակ փոխել, մի քիչ նայվություն է, որովհետև եթե նախընտրությունից առաջ մենք այդ գործիքը դեռ ունենք, մի քիչ փոշոտել է այդ իմպիչմենտի սուրը, այսպես ասած, բայց կարելի է պատյանից անել, փայլացնել, փոշին վրից անել եւ փորձել այդ համանդրական գործիքով գնալ առաջ։ Մանավանդ, որ ինքը իրոք ամեն օր վատացնում է իրավիճակը եւ խոսքը միայն եկեղեցու հետ կապված չի, դες միջազգային բլոկում ինչեր է տեղի ունենում, ինքը ինչեր է պայմանավորվում, process-ներ կլինեն, որոնք վստահ եմ անդարձելի կարող են դառնալ։ Գնում են process-ներ, որից հետո փորձել գալ իշխանության բան փոխելու համար դառնում է անիմաստ։ Իսկ ընտրություններից առաջ թե հետո մի կարևոր բան ֆիքսենք։ Այո, ես գիտեմ, որ քվեաթերթիկը զենք է։ Մենք ժողովրդավարություն չենք, բայց քվեաթերթիկը զենք է։ Այդ ակնհայտ է, անգամ ավտորիտար երկրներում դա զենք է։ Բայց այդ զենքը միայնակ դաշտում իրավիճակ փոխել չի կարող։ Եվ ես վստահ եմ, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք որոշում են գնալ ընտրությունների, այս փուլում մենք դեռ չենք որոշել, ոնց այդ հարցերն էլ դաշ չգիտեմ։ Պարտավոր են մի բան գիտակցել, եթե փողոց չլինի, ընտրությունները կեղծված են։ Ընտրությունները կեղծվում են հենց հիմա, մենք խոսում ենք, ընտրություններ են կեղծվում։ Վարչական ռեսուրսով, պետբյուջեի միջոցով տարբեր ընտրակաշառքների, ակնհայտ ընտրակաշառքների, քաղաքական հետապնդումների, ընտրական օրենսգրքի հապճեպ փոփոխություններով ընտրությունները կեղծվում են on-line ռեժիմով։ Կեղծվում են գիրք կա մի հատ, կոչվում է как почти честно выиграть на выборах, անգլիական գիրք, ամերիկյան գիրք է, ինչպես գրեթե ազնիվ հաղթել ընտրություններին, շատ հետաքրքիր քաղաքական տեխնոլոգիական գիրք է, որտեղ նկարագրված է այն ինչ որ այսօր Հայաստանում է կատարվում։ Այսինքն, որ բռնապետերը աջան նամյոք է կանում, որտեղից է ուղղությունը գալիս։ Ես ասել եմ, վստահ եմ ինքը դու չի կարդացել, բայց իրան հաստատ դա պատմել եմ, որովհետև ինքը տենց մեթոդական ձեռնարկ կա, թե ինչպես են ավտորիտար կառավարիչները 21-րդ դարում սիրուն կեղծում ընտրությունները, որ դրսից լինի սուտի ժողովրդավարական ու մաքուր, բայց իրականում ինչ տեխնոլոգիաներ են կիրառում, ինքը մեկին մեկ նույն բան անում է։ Ես հիմա տեսնում եմ, տենց այդ կարդացի, ասենց ապշեցի, ասացի, ոնց որ Նիկոլի սեղանի գիրքը լինի, մեկին մեկ նույն բանն անում։ Կամ իր տեխնոլոգիաներն են դա հուշում։ Այսինքն, եթե չլինի փողոց, ընտրությունները ոչ միայն կեղծվելու են, այլ նաև ժողովրդի քվեն գողանալու են։ Դա ակնհայտ է։ Իսկ եթե փողոց պետք է լինի, խի հիմա չլինի։ Խի Նիկոլը հիմիկվանից չտեսնի, չվախենա, չմտահոգվի, որ ժողովուրդը թույլ չի տալու իրեն կեղծել ընտրությունները եւ գողանալ ապագա։ Քանի որ մենք խոսում ենք անկեղծ, ո՞րն է խնդիրը, որ չի գեներացում այդ փողոցը։
Տեսեք, գեներացում ես ինչի նկատի ունեմ։ Անցած անգամ, երբ որ ԿՊԱ-գան ակտիվիստները եկան եկեղեցի, ես անձամբ մասնակցեցի այդ հագա իրենց օրակարգին, իմ համար մի քիչ sense լավ է ես զգում, որովհետև հիմնականում քաղաքական ինչ-որ լիդերների կոչով չեկան միացան մարդիկ, այլ իրենցով։ Այնց պետքա որ ես հասկանամ ինչու Երևանի հրապարակում այսօր ոչ մեկ չի կանգնում, չի ասում, դե ինչ են անում թուրքերը իմ Գյումրիում, այս հեկ բարեկները գնում իրանց հետ շրջում, իրանց ինչ որ կառավարական մեքենա են, ինչ են, այ ինչի չի գեներացում դա։ Մի քանի խնդիր եմ տեսնում։ Նախ շնորհակալ եմ ասացիդ մեջ կար հաստատում իմ մոտեցման, առայն որ այս խնդիրը քաղաքական չի, սա ազգային, հոգևոր, բարոյական խնդիր է։ Իհարկե։ Եվ որ դու ուրախանում ես, որ քաղաքական կոչով չի, ես էլ եմ ուրախանում։ Կողքից շատ եմ բզբզում, այդ թվում է այս մնացած ուժերին այդ հարցով, բայց ես նորից եմ կրկնում, այստեղ քաղաքական, որտեղ պետք կլինի կուսակցության գործիքակազմը օգտագործել, հա։ Մենք քանիցս ասել ենք նախագահ Սերժ Սարգսյանն էլ 100 անգամ ասել, որ վեհապարը եթե կոնկրետ գործողության կոչ անի կամ կոնկրետ բան հանրային ուղերձով դիմի, մենք անպայման այնտեղ ենք լինելու։ Եթե չդիմի էլ մենք մեկ այնտեղ ենք, որպես քաղաքացիներ։ Խիչ կա այսօր փողոց, առաջնորդության խնդիր կա, այս պետք է ֆիքսել։ Վերջին առաջնորդը ով կարողացավ հույսներ շնչել մարդկանց մեջ, դա Բագրատ Սրբազանն էր։ Ես հետևել եմ Սրբազան շարժմանը ցավոք սրտի բանտախցից, որովհետև անազատության մեջ էի անձամբ մասնակից չեմ եղել, բայց գիտեմ իմ ընկերներից, որոնք գալիս էին ինձ տեսակցության պատգամավորներից, փաստաբանից, թե ինչ, եւ տեսել եմ որոշակի կադրեր, թե հետո էլ եմ պատմել, թե ինչ մեծ ոգևորություն կար այս ամեն ինչում։ Առաջնորդության խնդիր կա մեկ։ Երկրորդը ակնհայտ է, որ Հայաստանում դժգոհություն է, համատարած դժգոհություն է։ Ես ձեր մոտ էի մտնում օֆիս, մեքենան հեռու կանգնացրեց ընկերս, ոտքով քայլում էի, երևի մի 3-4 հոգի մարդ մենակ էս փողոցի մի 100 մետրի վրա մոտեցավ, խոսեց, ճանաչեց, կիսվեց, սրտացավություն հայտնեց, վերջի մարդու հետ էլ այստեղ միջև ինքդ տեսար, այսինքն տան զրուցելով եկել ենք։ Կա այդ դժգոհությունը։ Կա վախի մթնոլորտ Հայաստանում, այս պետքա ֆիքսել։ Նիկոլի մոտ ստացվում է այս մի քանի տասնյակ բանտարկյալներով վախ սերմանել։ Խնդիրը մենակ նստեցնելու մեջ չի։ Մեկի մոտ KGB-ն է գնում, մեկին հարկային է ճնշում, մեկի մոտ թաղի տղա են ուղարկում եւ այլն եւ այլն։ Կա այդ վախի մթնոլորտը։ Բայց ամեն ինչ չի որ կորած, որովհետեւ ես վստահ եմ մոդայիկ բառը, չէ՞, դարձել տրիգեր լինելու, ես գիտեմ, որ լինելու է, ես դա զգում եմ, եւ այս էներգիան չի կարա տենց հավերժ չպարպվի, չի կարա տենց բան լինի։ Ես ուզում եմ, որ այդ էներգիան պարպվի սահմանադրական ուղիներով։ Impeachment թող լինի, լավ, թող լինի ընտրություն, որը կարողանա ժողովուրդը իր բանով փողոցային պայքարով ամրապնդի, բայց դա պարպվելու է, սա չի կարա մնա։ Սա հակաաստվածային հասկանում է, սա հակաբարոյական է եւ հակարդար։ Պարոն Աշոտյան, ես լրիվ համամիտ եմ ձեր ասածի հետ։ Տեսեք, դուք ձեր վերջի հոլովակի ժամանակ, որ հրապարակել եք TikTok-ում եւ մնացած տեղերում, ես հետևում եմ, նայում եմ, կստացի։ Ասում եք Մյունխենյան Ալիևի հայտարարության մասին։ Մի քիչ փակագծեր կբացեք, այսինքն ինչ է նշանակում։ Տեսեք, իմ համար ինչն է տարակուսել էլի։ Ալիևը վրոդի կներեք ես իմ ռուսերեն բառերից համար, բայց որովհետեւ հասկանալի լինի բոլորի համար, ինքը Նիկոլին պետքա պաշտպանի այդ հարցում, որովհետեւ Նիկոլը դիվիդենդներ հավաքի ընդդիմության դեմ։ Ասենք քայլեր անի, բայց ինքը դնում բաց է այդ, ասում է Նիկոլը սուտ է խոսում։ Այ խնդրեմ մի քիչ բացեք, էլի։ Նախ շնորհակալ եմ TikTok-ը իշատակեցիր, ասեմ, որ քո հրավերի առիթով եմ այնտեղ վերագրանցվել։ Հույսով եմ չեք բանանի, հույսը հաստատ է։ Շատ ուրիշ պլատֆորմա է, իհարկե, դժվար է 50 տարեկան տղամարդու համար տենց մի քիչ ավելի ավանդական բաներով տենց այդտեղ ամենասկզբից գոյատևել, բայց հա, չէ, չեմ փոշմանել, հասկանում եմ, որ դա կարևոր է։ Մի դեպք պատմեմ քեզ, Մնդրսում մի կոնֆերանսի էի
Իսպանիայում եկավ այդ երկրի շատ հայտնի բլոգեր, ինֆլուենսեր բլոգեր չնիսկ, կին, որ ընտրվել էր դեպուտատ, որին իմ քույր կուսակցությունը իսպանական ցուցակ էր վերցրել, որտեղ շատ հայտնի իր աշխարհայացքով էլ տենց բան էր, քրիստոնյա դեմոկրատ բան, տենց ասեց Սիրելի ներկաներով ձեզանից ունի Facebook, ասած բոլորս բարձրացրեցինք մի 50 հոգի մարդա, ասած շնորհավորում եմ, դուք պապիների շարքում եք, որովհետև եվրոպական ընտրազանգվածը այլևս վաղուց Facebook-ում չի ասած։ Լավագույն դեպքում Instagram-ում է, իսկ հիմնական բանը արդեն TikTok-ում է։ Այդ տենդենսը Հայաստանել է գալիս, եւ այո, այդտեղ իհարկե հիգիենայի խնդիր կա տեղեկատվական TikTok-ում, բայց դա ինչ որ է պետք է մտնել սկսել, մերսի քեզ քո առիթով եմ մտել այդտեղ։ Որ հրավիրեցիք այդ ուղիղ եթերի։ Ինչ անոմալի եւ ալիվը Նիկոլին պաշտպանում է, ակնհայտ եւ տնտեսական եւ քաղաքական առումով, բայց միաժամանակ, քանի որ դեռ ամեն ինչ չի ստացել, հիշեցնում է ով է իրական տերը, кто в этом доме хозяин, ինքը հիշեցնում է, որ Նիկոլ, քո տերը ես եմ եւ քո ապագան կախված է ինձանից։ Ես վստահ եմ, չէ՞ դու էլ կասկած չունես, որ Ալիվը այնքան կոմպրոմատ ունի Նիկոլի վրա արդեն է։ Մեկը կարամ նշեմ։ Շատ։ Չէ, այս մեկը, որը ես եմ անձամբ տեսել ու հասկացել, հիշում եք Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, որ տվել էր Բերտից, անգամ անոնս արին ամբողջ աշխարհով օր ժամ նշեցին ու մեկ էլ հոպ կորավ այդ ամեն ինչը։ Խի կորավ։ Մակնայտա որ Նիկոլը թուլացնում է մեր բանակցային դիրքերը իր կերպարով եւ դա անում է միտումնավոր, որովհետեւ այո, իր համար ընդունել է ցանկացած գին, որ ինքը կվճարի դրսում, ներսում իշխանություն պահելու համար։ Եվ Ալիևը իր վրա ունի կոմպրոմատներ դափնով, այսպես ասած, եւ արևմուտք ունի, ես վստահ եմ ռուսներն էլ ունեն։ Նիկոլը քայլող կոմպրոմատ է, քայլող խոցելի մարդ է, եւ որպես ղեկավար, եւ որպես արդեն այս տարիների ընթացքում շատ այն կինոներ կա, չէ՞, տենց սուտի վրա։ Ալիևը Մյունխենում շատ պարզ բան արեց, հիշեցրեց, որ Նիկոլ դու ինձ խոստացել ես փոխել սահմանադրությունը, եւ եթե չփոխես սահմանադրությունը, խաղաղության պայմանագիր չի կնքվի, եւ այնքան էշի տեղ են դրել ինձ քեզ մեր մնացած հայրենակիցներին, որ ասում են խաղաղության պայմանագիր չկա, բայց խաղաղություն կա։ Ինչ կարաս դա բացատրես ոնց է լինում։ Այսինքն ոնց կարա խաղաղության պայմանագիր չլինի, այն ստորագրելու համար նախապայմաններ դրվեն, պրիտոմ խայտարակ նախապայմաններ, հա, այդ սահմանադրությունը փոխել է, հասկանում ենք, չէ՞, ինչա, 3 բան ընդհանրապես թվարկեմ։ Խի Ալիևը պնդում որ սահմանադրություն փոխել։ Այ բառացիկ ասեք, անկախության հռչակագիրն է։ Ինքը ասաց, որ սահմանադրության փոփոխությունը վերջին նախապայմանն է։ Այսինքն դա նշանակում է նախ եղել են նաև նախապայմաններ։ Բայց եմ ասում, ինքը մի քիչ բաց խոսենք էլի։ Հա, ինքը ասում է it's the last prerequisite նշանակում է վերջին նախապայմանն է, այլ precondition չի, prerequisite ասում, բայց հայերեն ուրիշ բառ չեմ։ Այդ ասում, the last, այսինքն վերջինն է։ Միջև այդ ինչ կար արել է, մնացել է այդ վերջինը, պրիտոմ ինքը կներես բառիս համար մի կողմ դրած ունի, այսպես ասած, Նիկոլի գրպանային ՍԴ-ի որոշումը, դա շատ լավ գիտի, չէ՞, Ալիևը, որ այդ ամերիկյան դատանի եզրակացությունը, որ խաղաղության պայմանագիրը չի հակասում սահմանադրությանը եւ սահմանությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի հանդեպ եւ այլն, սա ֆուֆու է։ Նախ իրենք չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, երբեք չենք ունեցել Արցախի հարցը, երբեք տարածքային հարց չի եղել։ Այդ Նիկոլն ասարք է տարածքային։ Այդ հայազգի թշնամիներն են միշտ այդպես այդ հարցը մատուցել տարածքի հարց։ Այդ դեբիլներն են միշտ այդպես մտածել դրսում եւ այլն։ Մեր հակառակորդներն են տենց արել, որ տենց լինի, բայց դա տարածքի հարց չի, բոլորը գիտեին, որ դա ինքնորոշման իրավունքի հարց է, որը իհարկե ապրելու իրավունքի տարածքը հետևանք է, հասկանում ես, այսինքն Արցախի խնդիրը եղել է կա ու վստահ եմ կմնա որպես ինքնորոշման խնդիր։ Տարածքը հետևանք է ինքնորոշման իրավունքի իրագործման, ոչ թե բան, նպատակ։ Մենք ոչ թե տարածքն ենք ուզում, մենք ասում ենք սա մեր հոր տունն է։ Սա մեր հոր տունն է, մենք այստեղ ուզում ենք ինքնորոշվել։ Հետևանք է մնացածը։ Եվ Ալիևը շատ բաց տեքստով մենակ դա չասեց։ Այն որ ստեղ Նիկոլը հիմա ծախում է սութի այդ խաղաղության խաչմերուկ եւ այլն, չէ։ Ալիևը շատ բաց տեքստով ասեց, ես ցավում եմ, լսի, արեսի ֆիքսենք, իրոք շատ։
Ես ցավում եմ, որ ես ստիպված եմ հղում անում հակառակորդ մրցակից թշնամի երկրի ղեկավարի խոսքերի վրա։ Ես շատ վատ եմ ինձ զգում։ Բայց դա խի եմ անում, որովհետև իմ երկրի ղեկավարը քրոնիկ պաթոլոգիկ սուտասան է, որովհետև այս տարիները ցույց են տվել, որ Ալիևը հաճախ ցավոք սրտի ավելի ազնիվ բաներ է ասում, ճիշտն է ասում, քան Նիկոլը։ Ես լավ կյանքից չի մենք Ալիև ենք ցիտում։ Ալիևն ով էր Սերժի վաղտոր մենք իրան ցիտեինք։ Ալիևը իր ժողովրդին էր խափում։ Հիմա իր ժողովրդին խափում է Նիկոլը։ Եվ ես շատ վատ եմ ինձ զգում, բայց այտենց է, չէ՞, ինչ խոսել է Ալիևը, սա ճիշտ է դուրս եկել։ Բայց Սերժ Սարգսյանի նաև ոչ մենակ Սերժ Սարգսյանի, այլ մեր բոլոր մնացած ղեկավարների ժամանակներից չի եղել այդ դիսբալանսը մեր մոտ առաջացել է։ Ինչի ձեր ժամանակ բնական է։ Մենք 3 միլիոն ենք, իրանք 10 կա դիսբալանս։ Չէ, ես զենքի տեսակետով այսօր միլիոններով չի չափվում, չէ՞։ Կաներես։ Տեխնոլոգիաներով։ Զենքը չափվում է նախ եւ առաջ այն ունակությամբ, որ դու կարող ես քո տնտեսության շնորհիվ դա ձեռք բերել։ Մենք 3 միլիոնանոց պետություն ենք, Ադրբեջանը 10, բայց մեր հնան մի շնչին ընկնող եկամուտը համախառն ներքին արդյունքում մշտապես եղել է Ադրբեջանից բարձր։ Ձեր հետ համաձայն չեմ, Դա իրականությունն է։ 90-ական թվականներին, որ մենք պատերազմում էինք, նույն է ձեր գործոնը կար, բայց այսինքն հենց այդ է ուզում ասել դու իմ փաստարկներն ես հիմա օգտագործում իմ տեսակետի դեմ, դա ճիշտ չի։ Իհարկե, բա խնդիրը մենակ այն չի, որ մենք դիսբալանսի մեջ ենք, մենք այն ժամանակ էլ ենք դիսբալանսի մեջ եղել։ Խնդիրը այն է, թե այդ պասիոնարու նախ տեխնիկական մասով մեկը 3-ի հարաբերակցությունը հարձակվողի եւ պաշտպանողի դա ռազմական ստրատեգիա, ռազմարվեստի, այսպես ասած, ընդունված բանաձև է, որ մենք պաշտպանվող կողմն ենք, Ադրբեջանը կարող 3 անգամ մեզանից շատ զենք ունենար եւ բանակ, եւ 3-ը մեկի հարաբերակցությունը պաշտպանող կողմի համար հələ օպտիմալ է, տանելի է։ Այսինքն հարձակվողը պետք է 4-ը մեկի ունենա, 5-ը մեկի հարաբերակցություն ունենա, որ կարողանա հաղթել դա ցանկացած ռազմարվեստի գրքում կարող է կարդալ։ Իսկ մենք այդ բալանսը 3-ը մեկի մշտապես պահել ենք։ Պլյուս մենք մշտապես ունեցել ենք ժամանակակից զենքեր, որ իրանք չեն ունեցել։ Եվ կներես, փաստը մնում է փաստ։ Եթե տենց էր, բախիս ապրիլյանի ժամանակ Ադրբեջանը պարտվեց։ Ես չեմ ասում ձեր ժամանակները համեմատական։ Արի ասեմ Մյունխենին, որտեղ այդ կարևոր կտորը էլի կիսատ մնաց։ Ալիևից խոսեցինք, այո, ես ցավում եմ, որ իրան հղում եմ անում, բայց Ալիևը ասաց, որ խաղաղության խաչմերուկ չկա։ Կա տրիպ։ Այո։ Բառացիորեն անունները տալով։ Բայդենը կգա դա ձեռ առնում, չէ՞, այսինքն։ Բարձ չի որ Բայդենը չի գալու նախագահ։ Բայդենը կգա ձեր խաղաղության խաչմերուկով տենց իր նորից զբաղվի։ Հիմա Տրամպն է, տրիպն է առաջ մղում։ Հաջորդը Նիկոլը Սութի նաև իր վերջի էս ԿՊ-ական էս դեր հասուլիսի ժամանակ հմեկի հետ ինքնաարցազրույցի ժամանակ ինչ ասում է որ այդ տրիպը ընդհանրապես սկիզբն է, հետո պետք է բացվի ճամփա Նախիջևանից դեպի Երասխով Հայաստան, իսկ հետո այդ թուրքական սահման։ Ալիև показал комбинацию из 3 пальцев, ոչ մի այնպես բան։ Բարձրաբար ինքը չի ուզում դա, բայց ինքը նաև հիմնավոր միջազգային, այսպես ասած, դերակատարների վրա հղում տալով, ասում է, այս բան չկա։ Ու ոչ, ընդ կողքը նստած էր Եվրոմիության բանը, կոմիսարը, Կոսը, որը Եվրոմիության ընդլայնման հարցերով կոմիսարն է, այսինքն եթե Ալիևը սուտ խոսար, այդ Եվրոպական միության անունից ամենայն դեպս ընդ մարդ կար, որ կարար ասել ստոպ, այտենց չի, մենք Նիկոլի հետ օրինակ սենց ենք պայմանավորվել։ Չէ։ Նախիջևան, Թուրքիա, պրծ։ Այսինքն մեզանից Սյունիքը վերցնում են, քամում են, ու մեզ ոչ մի բան տեղը չեն տալու։ 100 անգամ եւ եվրոպացին եւ Ալիևը ասացին։ Ինչը կտանի Տրամպի ուղին։ Ինչ կարա, ինչ չարիք կարա բերի մեր համար։ Մենք տուն ունենք, չէ՞, բոլորս ինչ-որ միտեղ ապրում ենք, բնակարան ակող, ինչը։ Ոնց որ քո տան ննջասենյակը եւ խոհանոցը 10 խալխի։ Սյունիքը Հայաստանի ամենաինտիմ մասն է, ամենակարևոր մասն է, որովհետեւ այդ է պահում Հայաստանի աշխարհաքաղաքական արժեքը միջև հիմա։ Եվ ոչ միայն արժեք, այլ մեզ պահում է որպես ողնաշար վերջնական փլուզվելուց։ Ու մեզ դրա դիմաց, ես դեմ չեմ կոմունիկացիաների բացմանը, դա բոլոր կառավարությունների ժամանակ եղել է կոմունիկացիաների բացման ծրագրեր, բայց պետք է հասկանաս ինչի է դες փոխում։ Նախ Տրամպը գնաց, WhatsApp-ը չկա, համարը չկա, ինչ ենք անելու, ով է անվտանգություն։ Շատ կարևոր ասենք, տեսեք, կարա լինի մի բան, որ ասենք Տրամպը գնում է, դա լինելու է, ուզի թե չուզի Տրամպը,
Չի գալիս դեմոկրատներն են գալիս Ես այդ ժամը չէ մի հատ հարցից միջև վերջ էլի որ հասկացա։ հասկանանք ինչու մասին է խոսքը թուրքերը հենց պրամոտ թուրքերը կազմակերպում են հայկական ֆորմով ինչ որ մի հատ պրովոկացիա ասել են հայերը չեք կարա Տրամպի հետ մարդիկ չեն կարա ապահովել մենք ստիպված մեր զորքը պետք է մտցնենք մեր քաղաքացիներին պաշտպանելու հնարավոր սցենար է լրիվ հնարավոր սցենար է Զավեշտենը որ պատմության մեջ տենց աղել է չէ գիտես ոսկի լեհ գերմանական պատերազմը այսպես ասած երկրորդ համարը ոնց է սկսել ոնց են բան արել Գերմանիայում նացիստական ոնց են հակառակորդների դեմ արել Ռեյխստագը ոնց են վարել այդ քո ասած ձևը ֆորմեն հակել են դիմացին մտել են ինք աշխատող սցենար է իհարկե աշխատող սցենար է եւ հաշվի առ հետեւել է բայց նաեւ անկեղծ խոսենք ամերիկան ինստիտուցիոնալ պետություն է Տրամպը կարող է առաջին հայացքից տենց էքստրավագանտ է մարդու տպավորություն թողնի բայց ամերիկան ինստիտուտներ ունի ինստիտուցիոնալ պետություն է անգամ եթե դեմոկրատները գան իրենց նվաճումներից չեն հրաժարվելու Видите ли Տրամպի ուղի, անոնը կփոխեն։ Բայց զավեշտ ուրիշ տեղ է։ Նիկոլը, որը բարբաջում է ինքնիշխանության, անկախության մասին Հայաստանի տենց իր գլուխը գովալով, մի հատ կարևոր բլթ արեց, էլի։ Այսինքն, այն ինչ որ մենք գիտենք, պրոստը շատ բացահայտ ոչ միտեղ չէր ասել։ Ինքը կապեց Հայաստանի գոյությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սյունիքում իրականացվող լոգիստիկ ծրագրի հետ։ Ջոգում ես, այսինքն ոնց որ ասես ես այս տունը կունենամ, որովհետև հարևանի կանալիզացիան իմ հայաթով անցնում։ Կներես կենցաղային օրինակներ եմ շատ բերում, ֆորմատը ամբռնած բոսիկա ես ու տենց իմ բանտային թզբհով եմ ստեղ, այսպես ասած։ Կրիմինալ մշակույթ չի, սա հոգևոր, հոգեբանական, փիլիսոփայական մշակույթ է։ Այնքն էլ օգտագործում կստացի։ Ժամանակ մի խոսք օգտագործում։ Այ, այսինքն հասկացա, չէ՞ օրինակ, ոնց որ ասես իմ տունը չի փլուզվի, որովհետև հարևանի կանալիզացիան անցնում է իմ տանով։ 18+-ից բացի ուրիշ բառ չեմ գտնում հիմա, այդ օրինակը համապատասխան։ Կարակ ես դու կդնեմ, դու։ Չեմ ասում։ Չէ, բաց խոսում ենք, այսինքն դու պատկերացնում ես դա ինչ է։ Պարոն Աշոտյան, դուք ասացիք, որ ինստիտուցիոնալ պետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ թուրքական գործոնը չի աշխատելու։ Ես տենց հասկացա, բայց տեսեք։ Սխալ եմ հասկացել։ Լավ, այդ դեպքում եթե Թուրքիան չի կարող ճնշում գործադրի Տրամպը գնալու է, հա, Տրամպը մի օր գնալու է։ Ահա Բայց այդ պրոյեկտի մեջ ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը չի նշանակում, որ Տրամպով հեռանալու է։ Ինչքանով է ինքը հիգեմոն, այսինքն ինքն է թելադրում, թե դա Անկարայում է գրվում այդ սցենարները։ Անկարան այս օրինակը բերենք այս վերջի մոդայիկ դարձած բառապաշարով, հա։ Կա front office, back office, հա։ Front office-ը այսպես ասած Թուրքիան է, back office-ն է Ամերիկան։ Այս պրոյեկտի ակնհայտ է որ Թուրքիան այն պրոքսին է, որը այստեղ այդ հարցը լուծելու է եւ Մամիջանյան Հայկն շատ հիմնավոր փաստեր բերեց, որ արդեն ադրբեջանական ներդրումային այսպես կոչված փողերը մտնում են ամերիկյան են կորպորացիաների կապիտալ, որոնք որ իրականացնելու են տրիպը։ Պարզա չէ սա։ Պարոն Աշոտյան, մեզ հետ խաղում նախագահը գնաց Ձեռնագաբերդ գրառում կատարեց, հետո այդ գրառումը ինչ ճնշումների տակ հանեց։ Դա ամոթ էր։ Եթե ինստիտուցիոնալ ես շնորհակալ եմ, ինքս երբեք ինձ լիբերալ դեմոկրատիայի կողմնակից չեմ համարել եւ արժեքային բանական իմաստով հիասթափված եմ, որովհետեւ Վենսի անցյալ տարվա Մյունխենյան կոնֆերանսում ելույթը ուրիշ էր, այդ ուրիշ Վենս էր, այդ level էր, մակարդակ էր, ամեն ինչի եւ մտքի եւ դուխի եւ բանի ճարտասանության իսկ այն ինչ որ արեցին թսիկություններ կներես բառս համար չեր սազում իրան ես լիբերալ դեմոկրատների կողմնակիցը չեմ այդ BBC-ը CNN-ը խառը երբեք բայց թեկուզ եւ այդ առիթով ես ուրախ եմ որ այդ արձագանքը միջազգային շատ ու հիասթափեցնող էր պատկերացնում բայց դա մենք ենք էլի մեղավոր հասկանում ես եթե պետություն լիներ հետևը Օրինակ դու կլնեիք, ի՞նչ կանեիք, նման հայտարարության չեր անի, ցավ։ Ինքը չեր անի, թե Հիմա նայ, ես հիմա կարամ մեծ խոսամ, որ եթե մենք լինեինք, եթե մենք լինեինք իշխանության, ինքը նման բան, այսինքն դնել ջնջել չեր անի։ Հաուր դեպք ա եղել մեր իշխանության օրոք,
փոխնախագահներ չէ, գերտերությունների նախագահներ են եկել։ Ֆրանսիայի, Ռուսաստանի օրինակ, ցեղասպանության թանգարան են եղել։ 100-ամյակ 100 տարելիցն են նշեմ ես այդ միասին սքացել եւ ելույթ ունեցել։ Որևէ մեկը տես բան արել է, պետություն չկա։ Ինքը վախեցել է Թուրքիայից ավելի շատ, քան հայությունից առհասարակ։ Քան հայությունից, այդ թվում պետությունը այդքան չկասկանում ես, մենք համակարգային ՉՊ-ի մեջ ենք։ Մենք թուլացած ենք որպես պետություն, մենք թուլացած ենք որպես էթնոս։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամենաազդեցիկ հայկական համայնքն է, հա, ամենաազդեցիկներից մեկը։ Իրանցից էլ չեն վախենում ամերիկյան, հասկանում ես, այսինքն մենք այդքան չկանք այլևս։ Պատկերացնում ես գնար նույն բանը հոլոկոստի թանգարանում աներ։ Պատկերացնում ես տես բան, այսինքն գնար որևէ փոխնախագահ գերտերության։ Գնար հոլոկոստի թանգարան։ Գնարել հերվից հայտարարություն աներ, ինքը հետո ջնջեր։ Դե պատկերացնում ես հрьяաները ինչ կանեին։ Բայց մեր հայ դոբինգ չունենք, այնտեղ բան չունենք, սպյուրք չունենք, որ մի բան չխոսացին, բայց բախի չխոսացին մի բան։ Խոսել են, չէ, անվազնվության համար։ Հայկական ավանդական կառույցները ազգային սփյուռքյան շատ խիստ դատապարտել են եւ հայդատով եւ անկայով։ Դա ամենայն դեպս դա հենց այնպես չի անցել։ Բայց Ամերիկայում հрьяաները որ հանգարցան էին, այդ մարդուն աշխատանքից կազատ էին։ Համաձայն եմ։ Այնտենց կներես բարիս համար վայնասուն կբարձանար, որ չէր լավ, ստանալու է ժողովուրդ։ Հասկանալի։ Մենք այնքան անթասիբ ենք որպես ժողովուրդ, որ մարդիկ ու հզորները, երբ որ տանում են ինչ որ մի բանի հաշվին կարան պետք է կոմպրոմիս անեն, անում են մեր հաշվին։ Ջեյմսի Վենդի այցը Հայաստան։ Ինչ է խայդարագությունը տեղի ունեցավ թարգմանչական դաշտում։ Էս ինչ ցիրկի ֆոկուսնիկների պես ինչ արեցին։ Ես խայդարագություն դնենք մի կողմ, ակնհայտ է, որ հրահանգված էր, թե լեզվի սայթակում էր։ Բայց նայ, խնդիրը դաժե չի, թարգմանի չէ ով է։ Մարդ է, որին թեկուս հրահանգված է կամ թեկուս սայթակում է, կապ չունի։ Բայց իրան չի կարելի կրայնի սարքել, էլի, ինքը չի մեղավորը։ Մեղավորը այն քարոզչա մեքենան է, որը վերցրել է դա եւ սարքել էր բում 9 միլիարդ, բայց իրանք մնացին իրանք փչած այն ծամոնը փչեցին, ճլպացին իրանք մրթին։ Հասկանում ես, փուչ կամ նյամ ու փչեցին ու ճլպացին։ Այդտեղ այդ Նիկոլը իր այդ ասուլիսով են, որ ես հիշատակում եմ, ինքը իր դեմքին ճլպացրեց այդ թքոտը լորձոտ փուչիկը։ Խի, հելավ ասեց, որ 9 միլիարդ չկա։ 9 միլիարդի ներդրում չկա։ Խոսում էր 4 միլիարդի մասին, դա էլ առանձին փուչիկ է։ Ատոմակայանի հետ կապված ասում է ոչ մի պայմանավորություն չկա, հələ բանակցում ենք այդ 4 միլիարդն էլ IT կենտրոնի համար արհեստական են դնում, դա էլ է սուբսիդի իհարկե։ Այսինքն ինքը հելավ իրան ստի տակ մնացին, բայց ես քեզ մի բան հիշեցնեմ, դու հաստատ այդ տարիներին 10-15 գուցե ես սրտացավությամբ չէր հետևում քաղաքական իրադարձություններին։ Ուրեմն Նիկոլաս գնում է Բերլին 18-19 թիվն է։ Մերկելի հետ հանդիպման, այն որ թարգմանչի սխալ ասեցի, դա առաջի դեպքը չգիտես ինչ կան տենց դեպքեր կա, որ իրանք այդ սուտը տենց թարգմանչի վրա աղում տալով իբր 18-19 թիվն է, Նիկոլը գնում է Բերլին, Անգելա Մերկելը տասուլիս են տալ, այդ գիտես որ վախտենա, որ սա փորձում էր սահմանադրություն փոխել հրայրի դեմ, Հրայր Թովմասյանին հանելու համար սահմանադրություն էր։ Գնում արում է Բերլին ու Մերկելը ելույթ է ունենում։ Դες վիդեոն ունեմ Facebook-ում դրած, որտեղ առաջինը ես եմ բռնել այդ որ ցուտ է խոսում։ Մերկելը ասում է, որ գերմաներեն է խոսում, բայց ասում է, որ չի կարելի անել փոփոխություններ իրավական համակարգում առանց հաշվի առնելու Վենետիկյան հանձնաժողովի կարծիքը։ Իսկ Վենետիկյան հանձնաժողովը այդ համադրական փոփոխությունների հետ կապված բացասական բան էր գրել։ Ուրեմն Նիկոլը իր աշխատակազմը այդ կտորը չի թարգմանում, տեքստի մեջ օֆիցիալ կայքի վրա չեն դնում, այսինքն անենց տիպը չի եղել այդ կտորը։ Ես բռնստում եմ, թարգմանել եմ տալիս, ինքս գերմաներեն չգիտեմ, տեսնում եմ ես ճիշտ եմ։ Ճպստում եմ դա Facebook-ում, վիդեոն կտրում եմ, որ բան անելուց բռնել ենք ձեզ, էլի, սուտ խոսալուց մեղմ ասած։ Ապա մի սոր աշխատակազմը իր մի հատ մունաթով press release-ա տարածում, որ մեր վրիպակը որոշ շրջանակներ փորձում են մեր դեմ վրիպակ, բլին, արա, մի օր անցել է, դուք ինադու այդ սաղ սվաղել եք ու ծախում եք, որ տիպը
Եվրոպան ձեզ աջակցում է, այն ժամանակ էլ ասենց ապաշկերը չէր աջակցում խի, որովհետև հիշում ես Նիկոլը Սիրիա զորախումբ ուղարկեց խախտելով սահմանադրությունը։ Նիկոլի այս սահմանադրության խախտման մեջ հիշեք, այս կարևոր կտոր է, բոլորը մոռացել են, ես լավ եմ հիշում, որովհետև ես դեռ падգամավոր եմ, այդ աղմուկը ես եմ բարձրացրել, որ հայկական զորախումբը իրավունք չուներ գնար Սիրիա, սահմանադրության խախտում է։ Եվ Նիկոլը դա արեց Ռուսաստանին հաճոյանալու համար, դրա համար եվրոպացի կենվաղ սենց էին նայում, համ շոյում էին, համ բան, որովհետև դեռ նստված կեր։ Ուզում են հասանան что за ֆրուկտ։ Ասածս ինչ է, այսինքն դա առաջի դեպքը չի, որ իրանք թարգմանչի վրա փորձում են, թարգմանչի ջեբը փորձում են պլան գցել, այսպես ասած, դա առաջի դեպքը չի։ Մենք խոսում ենք, որ ինքը սուդը սդի վրա այդ ստացվում է այդ մարդու մոտ։ Ինչի է ստացվում։ Կարճ պատասխանեք։ Ինքը տիրապետում է տեխնոլոգիաներին։ Մեր ժողովրդի մի մասը չի ընդվզում ստի դեմ, արդեն խոսացինք, չկա առաջնորդություն այն, որ պետք է լինի ընդդիմադիր դաշտում, այս պայդերությամբ ամենայն դեպս։ Ես դա ասում եմ սրտացավորեն, ինքս չեմ հավակնում, դեպետ որ ես ու իմ ընկերները քաղաքական թիմից հավակնություն ցուցաբերենք, ու առաջնորդություն բառը պարտավորեցնող է եւ բանա չափազանցություն է, բայց հաստատ մեր նման ոսկոր քիչ քաղաքական ուժը ցույց տվել էս ընթացքում էլի եւ կարող է ցույց տալ եւ մտածող ոսկոր, այսինքն մեր կուսակցությունը եւ մտավոր պոտենցիալ ունի շատ լուրջ եւ արժի համակարգային։ Գիտես անավորն է նաեւ ինձ թվում է ժողովուրդը սովորել է նրան, որ Նիկոլը սուտասան է։ Հա բայց դա արդեն շոկ չի առաջացնում։ Բայց փաստը որ մենք կորցրեցինք Արցախը, մենք կորցրեցինք Սյունիքի, ասենք մենք կորցնում ենք Հայաստանը։ Ամենամեծ հաջորդ մեծ խնդրեմը դա է, որ մենք կորցնում ենք նախինք Արցախի էջը տես նայ։ Իմունիտետը մեր կորել է։ Սահմանադրությունից խոսեցինք, ելի շահկապենք այս, այո, կորել է։ Նիկոլը ես 100 անգամ դա ասել եմ 10-19 թվին դեռ։ Նիկոլը սպիդի վիրուս է այդ, սպիդի վիրուս չեն ասում, բայց օրթական լեզվով եմ ասում, Նիկոլը սպիդի վիրուս է, մտել է մեր մեջ, անջատել է իմունիտետը։ Սպիդը ինչ է, հիվանդություն է, որից չես մեռնում։ Դու սպիդից չես մեռնում, երբ որ սպիդ ես ընկնում։ Սպիդի վիրուսը մտնում է մարմնիդ մեջ, անջատում է իմունիտետը եւ ամենաստից սունկից, սնկային հիվանդությունից միջև գրիպի վիրուս կամ օնկոլոգիա դու արդեն դառնում ես անպաշտպան։ Նիկոլը այդ սպիդի վիրուսն է, անջատել է մեր պաշտպանական համակարգերը եւ իր մոտ դա լավ է ստացվում եւ դա մենակ իր շնորհքը չի, ճակերտավոր շնորհքը։ Մեծ թիմեր են աշխատում, բարձր ակնհայտ է Հայաստանի վրա համաշխարհային որոշ շրջանակներ էքսպերիմենտ են հիմա բեմադրում։ Էքսպերիմենտ են իրա, մենք ճագար ենք, մեր ազգը դարձել է ճագար, թե ոնց կարելի է զանգվածային հիշողություն ջնջել։ Ոչ մի ազգի վրա դա չեն կարողացել անել։ Ամենաշատը խորացել են հիմա Հայաստանի հայերի վրա։ Առաջի քրիստոնյա լինելով, տեսնենք հələ քրիստոնեությունը հենց իրանցով սկսենք ոչնչացնել։ Դարսում ընկերներ ունեմ, քաղաքական շրջանակներում ծանոթներ ունեմ, եվրոպացիներ, ռուսներ եւ այլն։ Իրանց ուղիղինես չի տեղավորվում, հələ միջև եկեղեցու էս պատմությունը։ Ոնց կարելի է ցեղասպանությունից հրաժարվել, հասկանում ես։ Այսինքն ոնց կարելի է հայ ազգը ոնց մեր իմ նախնիները, ես վստահ եմ, չգիտեմ հիմա որ հարցնեմ, ստեղ լուզ գանք։ Հայաստանի բնակչության երևի կեսը առնվազն ինչ որ մի արմատով արևմտյան Հայաստանից է։ Չէ, ինչ որ մի արմատով։ Մշի ու Ղարսի։ Իմ հայրական կողմը Սեբաստիայից է։ Ցեղասպանությունը իմ քո մեր հազարավոր հայրենակիցների համար դա քաղաքական թեմա չի։ Դա մեր ընտանեկան պատմությունն է։ Իմ ողորմած պապն ու տատը ինձ պատմում էին ինչ ա եղել։ Ես առաջին անգամ բայց ընդունում է ժամանը ձեռքիս տակ, գնա ձեռքիս մեջ որպես երեխա շորտիկով, պապուս ձեռը բռնած եմ գնաց, ինչպես լիքը թորներ իրանց պապերով։ Արա դա ընտանեկան պատմություն է, հասկանում ես։ Բայց ինչի են ընդունում այս մարդկանց կարելի ասել մեծ խումբ, մեծամասնությունն է ընդունում, որ այդպես պետք է լինի։ Նիկոլ Նարմանը ճիշտ է։ Շատ վատ է դա, չգիտեմ ինչ է ընդունում, վախենում։ Դուք որպես բժիշկ մի հատ դիագնոզ տվեք, ես ինչա կատարվում մեր ազգի։ Մենք տրավմատիզացված հասարակություն ենք։ Դուք գիտեք ճանապարհը, ինչպես կարելի է այս տրավմայից հետո դուրս գալ։ Այո, ինչպես կարելի է դուրս գալ տրավմայից հետո գիտենք։
ուրիշ բան հիմա չեն կարողանում անել, ինչպես վերացնել այս տրավման առաջ, ոնց որ վրետ ընկել է շկաֆ, հա, մնացել ես տակը, փլատակի տակն ես, դու գիտես, թե ոնց պետք է բուժել, բայց չես կարողանում շկաֆի տակից դուրս գաս, որ գնաս բուժվես։ Մենք գիտենք ինչա պետք է անել Նիկոլից հետո, մենք անգամ ծրագիր ունենք, վերած post Նիկոլ։ Արցախի թեմայով, բոլոր անվտանգային, հա, ոչ մի հեքիաթ չկա, մեր նման ավելի այդ այ Ֆինլանդիայի նախագահ գործող հետաքրքիր ձևակերպում առաջարկել քաղաքականության համար, ինչը ինձ հոգեհարազատ անավեց ձևակերպումը, կոչվում է արժեքահեն ռեալիզմ, արժեքահեն ռեալիզմ, այդ այնա ինչ որ մենք ենք, ռեալիզմ քաղաքականության մեջ առանց պոպուլիզմի, առանց սուտ խոսալու, Նիկոլին սուտ խոսալով ոչ մեկ էլ չի կարելի։ Պարոն Աշոտյան, բայց չեք արժեքահեն։ Ինչի չեք գնում ընտրություններին։ Մենք հրաշուն ենք որում, մենք։ Եթե որոշումը լինի ոչ, ես դες չեմ հասկանա։ Եթե որոշումը լինի այո, ես կբացատրեմ ինչու, մենք այո, եթե որոշումը լինի ոչ, ես կբացատրեմ ինչու ոչ։ Եվ շատ ազնիվ ենք այդտեղ։ Պայմանավորվեցինք ձեր որոշումից հետո ես քեզ մեկ անգամ եւս կաչնեմ։ Գալը չեմ գա, քեզ էքսկլյուզիվ վիդեո կանեմ, դու հարցդ կտաս, ես քեզ վիդեո կոնտենտով կպատասխանեմ։ Իմ համար շատ կարևոր է, գիտեք ինչ։ Դες դուք ասում եք, մենք շատ մեծ թիմ ունենք, ես չասացի մեծ թիմ ունենք։ Չէ, դուք ասացի մենք պոտենցիալով թիմ ունենք, խելոք թիմ ունենք։ Այո, հիմա այդ խելոք պոտենցիալով թիմը տեսնում է, խռովածի նման թողնում գնում է։ Ստոպ, մենք որոշում չունենք հələ չեմ ասում։ Չէ, ես ասում եմ, չէ, դեպքում ես հիմա ինչ եմ ասում։ Արի հիմա տենց Կիկոսի մաչան։ Հաշվի առեք մեր կարծիքը նույնպես։ Արսեն ջան, շնորհակալ եմ քո վստահության համար եւ համակրանքի համար, որ դու այդ հարցիդ մեջ ես զգացի, ես քեզ խոստանում եմ, որ որոշենք ես քեզ կոմենտ կտամ։ Շատ լավ։ Ինչ դուք պատրաստ եք ներեք այն մարդկանց, ովքեր ձեր sense չագերտավոր դագաղն էին ֆռսնում հարաբարակներում։ Դուք համարում եք, որ այդ մարդիկ էֆորիայի տակ չէին հասկանում մեծամասամբ մեծերի ես դրանից ասել եմ։ Այդ ամենամեծ խնդրեմը չէր իմ կյանքում, որ այդ օրը դագաղ էին ֆռցնում կամ պատուհանից տաքսիկ դիրի։ Պատրաստ եք ներել։ Լսի պատմեմ քեզ։ Հա, այդ առաջանցնելով ասեմ, հա, սպոյլ անեմ, բայց բացատրեմ խի։ Այդ ամենամեծ խնդրեմը չէր, ամենամեծ խնդրեմը այնա, ինչի մեջ մենք ապրում ենք։ Կոպիտ ասած 18 թվականի ապրիլի 23-ը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը։ Դա առաջին հայացքից հանրապետականների, Սերժի, Աշոտյանի, իր ընկերների խնդիրներ էր։ Բայց նոյեմբերի 9-ից մինչև հիմա այդ չարաբաստիկ, այդ երկրի խնդիրն է։ Ես պատրաստ եմ ներել, իհարկե։ Ես լիքը մարդկանց ներել եմ, բայց ասեմ, նայ։ Ներումը ինչ է ենթադրում։ Պետք է դիմացինը զղջադու ներես։ Չկա ներում առանց ապաշխարության, հա, քրիստոնեության մեջ էլ է այդպես։ Աստված պատրաստ է ներել քո մեղքերը, եթե դու դա խոստովանում ես եւ ապաշխարում ես։ Չէ, դուք ձեր ներում եք, դուք ձեր մեջ։ Ես չունեմ չարություն։ Չեք գնում, ասենք վաղը դուք գաք իշխանության, չեք գնա այդ նկարներով, նայեք ով էր այդ դագաղաբանը։ Չէ, օրինակ եմ ասում, էլի։ Իհարկե որ։ Վերջին հարցն եմ տալիս, ամենասուր հարցն եմ տալիս։ Ես պատրաստ եմ այդ մարդկանց հետ, եթե իրանք մտքափոխվել են, հասկացել են ինչ խորը եւ համապարփակ դժբախտության մեջ ենք մենք ապրում հիմա։ Մենք մեր մեղքն ունենք 18-ի մեջ, որ հասկացված չէինք, որ մեր շարքերի մեջ վարկաբեկված մարդիկ կային, որ չարաշահում էին իշխանությունը, որ լիքը բան, որ ես էլ եմ մեծամիտ, լիքը բան ես ընդունել եմ, նախագահն ընդունել, խոսել ենք դրա մասին, մեր մեղքը կա, բայց դիմացին էլ պետք է իր մեղքը ընդունի, էլի։ Մենակ այտենց կարելի է երկխոսել, որ ասեմ ցավտան կներես ես սխալ եմ, դու ասած ես էլ եմ մի քիչ տաքացել, անցածալնի ձեռ տան գնանք առաջ։ Այդ մեր ձեռը մեր ժողովրդին պարզած է։ Ես իմ ժողովրդի ցավը տանեմ, իմ ձեռը պարզած է։ Բոլոր անգամ նրանց, ովքեր այդ պատուհանի տակ հայոյանքից միջև դագաղ արել են, եթե ինքը ձեռը սեղմի եւ մենք միասին գնանք, այս կեղտից իմ երկիրը մաքրելու, նստացնեմ գլխիս մանտամ հանրապետության հրապարակում։ Լուբոին ով դա կանի։ Բայց առանց իմ թույլտվության իմ ուսերի վրա պետք չի հելնել։ Հանրապետականները արդեն վաղուց տենց եւ մաքրվել են եւ արդեն այդ սուսի պուսիների կարիքը չունեն։ Իմ ուսերի վրա ես դες կնստացնեմ, բայց մի փորձեք հելնել իմ շալակը մեծանալու համար։ Բայց եթե ուզում եք նստացնեմ, կռվեք։ Ես ձեր պատվանդանը լինեմ, ձեր քարը լինեմ, որի վրա ձեր մանումենտը կայնացրեք։ Եկեք հաղթեք, ով է ուզում այդ իշխանությունը։
Ես որ ասում չեմ ուզում իշխանություն, ոչ թե նրա համար որ վախենում եմ իշխանությունից։ Իհարկե օգու խորքում ցանկացած քաղաքական ուժն շատ էլ ուզում է իշխանություն, բայց ես ասում եմ փակելու բերանը այն մարդկանց, ովքեր դեռևս սաղ էս արհավիճկը թողած սերժա ցավով են տառապում կամ հանրապետականա ցավով։ Կարակ գաք իշխանության, կարակ փոխեք այս երկրի վիճակը, իմ երկրի վիճակը։ Ես ձեզ փեշքեր։ Չեք կարող ուրեմն ոտի տակ մի ընկել։ Վերջին հարցն եմ տալու։ Խնդրում եմ մինչև վերջ տեսեք։ Չէ, վերջին հարցն է։ Այսօրվա հաղորդման։ Ինքը շատ հետաքրքիր հարց է։ Սկզբից մինչև վերջ լսում ենք, պարոն Ռաշիդյան, որովհետեւ պատասխաննել մեր ժողովրդի համար, մեր հասարակության համար հասկանալի լինի։ Ինքը պատտեքստով է հարցս։ 2018 թվականը Թավշյա հեղափոխություն։ Դրսում մարդիկ ուրախացել էին, խորովածներ էին անում, մերժում էին Սերժ Սարգսյանին եւ նաեւ ձեր ուժը։ Այդ ժամանակ ես տեսնում էի դրսում ես անձամբ տեսել եմ ու ֆիքսել եմ իմ համար նույնպես Ռոբերտ Քոչարյանի կողմնագիստների մտերիմ մարդկանց, ովքեր հրճվում էին նույն ձև։ Իրենց հարցը նույն ձև, հարցս ինչումն է։ Ինչի Սերժ Սարգսյանը բերեց Նիկոլին։ Խառնեցի սաղ իրար։ Ես գիտեմ այդ կադրերն էլ եմ տեսել երկրորդ նախագահի ընտանիքի անդամների, մտերիմների, հետո տեսել եմ իրենց մեկնաբանությունները։ Հիմա այս ձևաչափի մեջ չեմ ուզում մտնեմ այդ թեմայի զրույցի մեջ։ Ինչևէ, Սերժ Սարգսյանը բերեց Նիկոլին, այդ որպես քֆուր անջում, գիտես։ Ես եթերում մեկ աղա պայթեմ։ Բերողի հետ կապված էլ, մեզ վերագրողի էլ, այդ սլուխերը տարածողների էլ։ Համարի այդ տենց պատասխանեցի, այդ իմ խոսքի մեջ մեր փայ բերողին էլ, այդ չարամտությունը անող էլ, նորից եմ ասում, մեր փայ, այսինքն Սերժ Սարգսյանը ամենացիվիլ ձևով է պատասխանել, ասում է, ես մեղավոր չեմ, որ գնացիք ամենաբարձր զռացող կենդանու էշի ճակատը պաչեցիք։ Մենք պատրաստ ենք մեր մեղքերը ընդունել, սխալները, որոնք կարելի է մտածել ոչ մեկ չի արել սխալ, հա։ Մեր սխալները ոչինչ են, ի համեմատ նրան, ոչինչ են։ Ինչ այսօր եւ երեք եւ վաղը, եթե մենք դեմը չառնենք, կատարվելու է Հայաստանում։ Իսկ նախագահի մյուս խոսքերից մեկը Նիկոլ բերելու հետ կապված վերաբերում է, որ ինքը դաժե իր թշնամուն չէր կամենա նման ճակատագիր։ Ով որ բերել է Նիկոլին, շատ լավ գիտի։ Ժողովրդին օգտագործեցին տարբեր շրջանակներ Նիկոլին բերելու համար։ Երբ կգա եւ անուններ կդակ, պարոն Աշոդյան։ Շատ բաց խոսել է նախագահ, вообще թիմը չէ։ Չէ, նախագահի հետ է, չէ, հենց հիմա նախագահի հետ չի խոսում։ Եթե ես քեզ նկարագրում եմ կենթանի, որը ունի 4 ոտ, երկար կնճիտ, երկու մեծ ականջ ու ժանիքներ, բայց չեմ ասում փիղ։ Դու չես ջոգում, որ դա փիղն է։ Դու ջոգում ես, չէ՞։ Մարդը կարող է ասի չիբուրաշկի մասին է խոսքը։ Դե ժանիքներով չիբուրաշկի։ Ինչ կա, մարդը ֆանտազիայի չի դա։ Հիմա ես պարտավոր չեմ այդ մարդկանց պաթոլոգիկ բանը, փախուստը իրականությունից մեկը։ Կգա մի օր ժամանակ, երբ որ անուններով եք խոսելու։ Այ դենց։ Սաղ նկարագրեցի, այս մարդիկ բերեցին իրան Սաղ նկարագրած է, չէ՞, նախագահի հարցազրույցներում նախագահի հարցազրույցներում կա բաց տեքստով, իմ Շարմազանովի, մեր մնացած ընկերների հարցազրույցներում կա, խելացի մարդ այդ puzzle-ը շատ արագ հավաքում է, իսկ անխելքին էլ բացատրելու բան չկա, եթե պրոստը ինտրիգ են ուզում, տենց անուն, նկարագրեցի ձեզ։ Պարոն Աշոդյան, կա վտանգ, որ այսօր նույնպես նույն ուժերը կփորձեն վերարտադրել նորից Նիկոլ Փաշինյանի։ Հայաստանի դիմադրողականությունը որպես պետություն ընկածային աստիճանի, որ այո, կա վտանգ, ոչ թե ձեր կոնկրետ հարցադրման հետ կապված առհասարակ, որ հաջորդ իշխանությունը Հայաստանում նույնպես կարող է լինել խամաչիկ, եւ դա կարող լինի հենց Նիկոլին օգտագործելու ու շպրտելու մավր сделал свое дело, մավր может уходить թեմայով։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ Ժորժան, կներեք, ես շատ անկեղծ անբռնազբոսիկ զրույց ունեցանք։ Հարց չի, արդեն ես իմ նկատառումն անեմ։ Եվ որ օրվանից ես սկսեցի ձեզ ավելի շատ հարգել եւ հետեւել ձեր գործունեությանը, հիմա կասեմ։ Այն ժամանակ դժվար պահերին, երբ որ Սերժ Սարգսյանին
մարդ չկար, որ ասեր այո, պետքա գնաս, այո, դու սենց ընենց է ձեր ուժին, շատ շատերը անջատվեցին ձեզանից։ Որն որ իմ համար ասենց պարզ էր էլի, որ դենց պետք է լինել, բայց դուք քչերից եք, ով կանա ասեց ես իմ թիմիս հետ եմ, ես իմ առաջնորդիս հետ եմ, ոչ մի քար նրան չարեցի, չեմ ուզում էլ։ Ցավը տանում լսի, շնորհակալ եմ որ տենց ես գնահատում, բայց արի ես առիթով էս էլ ասեմ, ամենտեղ ասում եմ։ Ոչ մի արտարոց բան իմ ընկերների եւ իմ պահվածքի մեջ չկա, հավատարմությունը դա ճիշտն է, դա նորմալ է։ Աննորմալ է, որ երկրում այնքան շատ է դավաճանությունը, որ հավատարմությունը դառնում է տեսանելի, որ դա դառնում է գովեստի առարկա։ Ես նեղանում եմ դրանից, որ ասում են, այդ էս Աշոտ Շարմազանով, Զաքարյան, ես իմ Ավակյան, դուք չթռակ բան։ Դա նորմալ է։ Բայց ավելի քիպ կանած մարդիկ վատա թռնել, գիտեմ մենք խոսել ենք իր հետ։ Ես նախագահից հաճախ եմ այս թեման տես կեսկատակ խոսում ենք մենք։ Այդ ոչ թե մենք ենք շատ մտերմացել նախագահին, ասում եմ, շեֆ ջան, անես չի որ մենք sense 18-ից հետո քո հետ ես մտերմ, ոչ թե արանքի մարդիկ կորան, ստացվեց որ մենք կողք կտենք, բայց դա նորմալ է որ մենք կոր, աննորմալ է թռնելը, դավաճանությունը աննորմալ։ Նյուժելի ես ուրիշ ըստ քեզ տենց պրովոկացիոն հարցը ես տամ ու գնամ։ Միթե ես այլ արժանիք չունեմ, որ դու գնահատում ես այն, որ ես ենթադրենք դավաճան չեմ։ Մեր օրերի համար դա վատ է էլի, հա, այդ մեր օրերի ճգնաժամի մասին է խոսում։ Ոչ թե քո անճաշակցության կամ սուբյեկտավության, ոչ էլ իմ եսի մեր ուսուցա, դա մեր օրի բարոյական ճգնաժամի մասին է խոսում։ Երբ որ նորմալ դառնում է ու հերոսություն չասեմ, բայց տենց գովեստի առարկա։ Դա նորմա է։ Ես լիքը եւ իմ ընկերները ուրիշ ավելի ուժեղ արժանիքներ ունենք, քան տարական հավատարմությունը։ Պարոն Աշոտյան, ինքնակնադատ մարդիկ շատ քիչ են մեր շրջանակներում մնացել։ Դուք որ դուք ձեզ քննադատում եք, դա խոսում է մի բանի մասին, որ մարդը ինքն էլ աշխատում իր վրա, հասկանալով հնում գործած ինչ-որ սխալներ, որովհետեւ ապագայում չգործի։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Փոխադարձ։ Ամեն անգամ ինչ-որ թեմա ես բացում էլի խոսելու, հարգելի հետևորդներ, մենք շարունակենք իհարկե մեր հաղորդաշարը Աստված տա։ Խնդրում եմ, եթե հավանեցիք պարոն Աշոտյանի հետ մեր այսօրվա զրույցը, հավանության կոճակը սեղմեք, բաժանորդագրվեք եւ սպասենք հաջորդ турին։ Շնորհակալություն։ Ինձ էլ գտեք սոցցանցերում հետևեք։ Անպայման գտեք Instagram, TikTok, Facebook։ Շնորհակալ եմ։ Մերսի։ Լավ որ։